Այս 3 կենդանակերպի նշանները կստանան պարգևներ լավ կարմայի համար 2026 թվականի ապրիլին։ Կյանքում կան պահեր, երբ ամեն ինչ հանկարծ սկսում է իր տեղը ընկնել։ Ուշացումներ, հիասթափություններ, անպատասխան հարցեր, սրանցից ոչ մեկը պատահականություն չէր։ Դա նախապատրաստություն էր։ 2026 թվականի ապրիլը դառնում է տիեզերական ժամանակացույցի այն հազվագյուտ շրջադարձային կետերից մեկը, երբ տիեզերքը սկսում է վերադարձնել այն, ինչ անաղմուկ եւ ազնվորեն վաստակել է։ Սա մակերեսային հեշտ բախտի ամիս չէ, սա համաձայնեցման ամիս է։ Հենց այն վիճակը, երբ ձեր գործողությունները, մտադրությունները եւ ներքին աճը վերջապես հանդիպում են ճիշտ ժամանակին։ Եվ երբ դա տեղի է ունենում, նախկինում լճացածը հանկարծ սկսում է գրեթե առանց ջանքերի շարժվել։ Դռները բացվում են, զրույցների տոնը փոխվում է, հնարավորություններ են առաջանում, որոնց ճշգրտությունը գրեթե վախեցնող է թվում։ Աստղաբանորեն ապրիլը լի է հզոր տարանցումներով, որոնք աջակցում են գործողությանը, պարզությանը եւ կարմայական լուծմանը։ Մի քանի մոլորակներ ակտիվացնում են խոյին, քաջության եւ առաջ շարժման նշանին, եւ ցուլի կայուն ազդեցությունը։ Զուգորդված Յուպիտերի հուզական աջակցության հետ խեցգետնի մեջ ընդհանուր էներգիան դարձնում է եւ վճռական, եւ առատաձեռն։ Սա ստեղծում է գրեթե կատարյալ միջավայր երկար սպասված առաջընթացների համար։ Մասնավորապես 3 նշանների համար այս ամիսը շատ կոնկրետ խոստում ունի՝ լավ կարմայի վերադարձը, ոչ թե որպես անորոշ գեղեցիկ գաղափար, այլ որպես իրական կյանքում շոշափելի արդյունքներ։ Եթե դուք համբերատար էիք, երբ դժվար էր, ուժեղ, երբ ձեր ուժերը սպառվել էին, եւ հավատարիմ ինքներդ ձեզ, երբ թվում էր, թե արտաքինից ոչինչ չի կատարվում, ապրիլը կարող է վերջապես ապացուցել, որ ամեն ինչ արժեր դրան։ Ինչու է 2026 թվականի ապրիլն այդքան հզոր կարմիկ պարգևատրման համար։ Ապրիլյան աստղագուշակությունը բառացիորեն հագեցած է խոյի ակտիվացմամբ, եւ խոյի էներգիան կապված է գործողության, քաջության, ինքնավստահության եւ արագացման հետ։ Մարսը մտնում է խոյի հետ ապրիլի 9-ին, ապա միանում է Նեպտունի հետ ապրիլի 13-ին։ Մերկուրին մտնում է խոյի հետ ապրիլի 12-ին։ Մերկուրին միանում է Նեպտունի հետ ապրիլի 16-ին։ Խոյի նորալուսինը տեղի է ունենում ապրիլի 17-ին։ Մարսը միանում է Սատուրնի հետ ապրիլի 19-ին։ Մերկուրին միանում է եւ Սատուրնի եւ Մարսի հետ ապրիլի 20-ին։ Պարզ ասած, իմպուլսը այս ամիս չի պտտվում առանց ձևի կամ ուղղության, այն ստանում է ձև, հետևանքներ եւ ձայն։ Նեպտունը ավելացնում է ոգեշնչում, Սատուրնը պատասխանատվություն, Մարսը մխում, իսկ Մերկուրին այս ամենը վերածում է ծրագրի, հայտարարության կամ որոշման։ Այստեղ կա շատ կարմիկ խորհրդանիշ, քանի որ պարգևը տրվում է նրանց, ովքեր արդեն սովորել են գործել ներքին ամբողջականությունից, այլ ոչ թե պարզապես ռեակտիվությունից։ Ամսվա երկրորդ կարևոր շերտը վերաբերվում է արժեքին։ Վեներան ապրիլի մեծ մասն անցկացնում է ցուլի համաստեղության մեջ, որը իր ամենաուժեղ դիրքերից մեկն է, նախքան ապրիլի 24-ին երկվորյակների մեջ անցնելը։ Ցուլի մեջ գտնվելու ընթացքում Վեներան շեշտում է կայունությունը, հավատարմությունը, ֆինանսները, զգայացունությունը եւ այն, ինչը իսկապես արժե պահպանել։ Այնուհետև ապրիլի 23-ին այն կապվում է Ուրանի հետ ցուլի վերջին աստիճաններում, ակնարկելով սիրո, փողի, ինքնագնահատականի եւ հնարավորությունների անսպասելի փոփոխությունների մասին։ Ընդամենը 1 օր անց Վեներան մտնում է երկվորյակների մեջ, իսկ ապրիլի 25-ին Ուրանը այնտեղ է անցնում երկար ժամանակահատվածով։ Այստեղ ուղերձը շատ պարզ է, այնինչ կայունացել է այժմ կարող է ավելի զարգանալ։ Կարմիկ առումով ապրիլը պարգևատրում է նրանց, ովքեր առաջինը սովորել են դասը, եւ միայն դրանից հետո ստացել օրհնությունը։ Մասնակցության համար խորհրդանիշական մեդալներ չկան, միայն հասուն արդյունքներ։ Մասնավորապես 3 նշանների համար այս ամիսը շատ կոնկրետ խոստում ունի՝ լավ կարմայի վերադարձը, ոչ թե որպես անորոշ գեղեցիկ գաղափար, այլ որպես իրական կյանքում շոշափելի արդյունքներ։ Եթե դուք համբերատար էիք, երբ դժվար էր, ուժեղ, երբ ձեր ուժերը սպառվել էին, եւ հավատարիմ ինքներդ ձեզ, երբ թվում էր, թե արտաքինից ոչինչ չի կատարվում, ապրիլը կարող է վերջապես ապացուցել, որ ամեն ինչ արժեր դրան։ Ինչու է 2026 թվականի ապրիլն այդքան հզոր կարմիկ պարգևատրման համար։ Ապրիլյան աստղագուշակությունը բառացիորեն հագեցած է խոյի ակտիվացմամբ, եւ խոյի էներգիան կապված է գործողության, քաջության, ինքնավստահության եւ արագացման հետ։ Մարսը մտնում է խոյի հետ ապրիլի 9-ին, ապա միանում է Նեպտունի հետ ապրիլի 13-ին։ Մերկուրին մտնում է խոյի հետ ապրիլի 12-ին։ Մերկուրին միանում է Նեպտունի հետ ապրիլի 16-ին։ Խոյի նորալուսինը տեղի է ունենում ապրիլի 17-ին։ Մարսը միանում է Սատուրնի հետ ապրիլի 19-ին։ Մերկուրին միանում է եւ Սատուրնի եւ Մարսի հետ ապրիլի 20-ին։ Պարզ ասած, իմպուլսը այս ամիս չի պտտվում առանց ձևի կամ ուղղության, այն ստանում է ձև, հետևանքներ եւ ձայն։ Նեպտունը ավելացնում է ոգեշնչում, Սատուրնը պատասխանատվություն, Մարսը մղում, իսկ Մերկուրին այս ամենը վերածում է ծրագրի, հայտարարության կամ որոշման։ Այստեղ կա շատ կարմիկ խորհրդանիշ, քանի որ պարգևը տրվում է նրանց, ովքեր արդեն սովորել են գործել ներքին ամբողջականությունից, այլ ոչ թե պարզապես ռեակտիվությունից։ Ամսվա երկրորդ կարևոր շերտը վերաբերվում է արժեքին։ Վեներան ապրիլի մեծ մասն անցկացնում է ցուլի համաստեղության մեջ, որը իր ամենաուժեղ դիրքերից մեկն է, նախքան ապրիլի 24-ին երկվորյակների մեջ անցնելը։
Ցուլի մեջ գտնվելու ընթացքում Վեներան շեշտում է կայունությունը, հավատարմությունը, ֆինանսները, զգայացունությունը եւ այն ինչը իսկապես արժե պահպանել։ Այնուհետև ապրիլի 23-ին այն կապցում է Ուրանի հետ Ցուլի վերջին աստիճաններում, ակնարկելով սիրո, փողի, ինքնագնահատականի եւ հնարավորությունների անսպասելի փոփոխությունների մասին։ Ընդամենը 1 օր անց Վեներան մտնում է երկվորյակների մեջ, իսկ ապրիլի 25-ին Ուրանը այնտեղ է անցնում երկար ժամանակահատվածով։ Այստեղ ուղերձը շատ պարզ է, այնինչ կայունացել է այժմ կարող է ավելի զարգանալ։ Կարմիկ առումով ապրիլը պարգևադրում է նրանց, ովքեր առաջինը սովորել են դասը եւ միայն դրանից հետո ստացել օրհնությունը։ Մասնակցության համար խորհրդանիշական մեդալներ չկան, միայն հասուն արդյունքներ։ Կարիճը 2026 թվականին կարմիկ պարգևների ամենաակնհայտ թեկնածուներից մեկն է, քանի որ մի քանի տարանցումներ միաժամանակ ակտիվացնում են կյանքի այն ոլորտները, որոնք կապված են ծառայության, հարաբերությունների եւ հորիզոնների ընդլայնման հետ։ Խոյի համաստեղությունում Սատուրնը տարանցում է Կարիճի 6-րդ տարեկան նատոնը, շեշտը դնելով աշխատանքի կարգապահության, մարմնական ռիթմերի, առողջության եւ պատասխանատվության վրա։ Մինչդեռ Խեցգետնի համաստեղությունում Յուպիտերը շարունակում է իր տարանցումը 9-րդ տարեկան տնով, որը կապված է ճանապարհորդության, աշխարհայացքի, կրթության, հավատքի եւ աճի հնարավորությունների հետ։ Ավելացրեք դրան Խոյի համաստեղությունում նորալուսինը եւ ապրիլյան ամբողջ էներգետիկ կլաստերը ամսվա կեսին, եւ պատկերը դառնում է բարձ։ Սա այն ամիսն է, երբ կայուն ջանքերը սկսում են տեսանելի թափ հաղորդել։ Այնուհետև Ցուլի համաստեղությունում Վեներան լուսավորում է Կարիճի գործընկերային գոտին ամսվա մեծ մասի ընթացքում, եւ ապրիլի 23-ին այնտեղ հանդիպում է Ուրանին, ակնարկելով, որ դաշինքը, համաձայնագիրը կամ հարաբերությունների փոփոխությունը կարող են բերել ամենամեծ օրհնություններից մեկը։ Կա եւս մեկ պատճառ, թե ինչու է Կարիճն այդքան առանձնանում՝ ժամանակը։ Լիալուսինը կշերքի նշանով բացում է ամիսը բարձրացնելով թաքնված զգացմունքներն ու անավարտ գործերը, մինչդեռ ապրիլի 19-ին արեգակի անցումը Ցուլի նշանի մեջ ուշադրությունը տեղափոխում է նվիրվածության, վստահության եւ փոխադարձության վրա։ Կարիճը հաճախ կարմիկ պատասխան է ստանում միայն երկարատև ըմբռնման փորձությունից հետո։ Ապրիլը թվում է այն ամիսը, երբ հուզական դետեկտիվը վերջապես կարող է դադարեցնել տիեզերքի հարցաքննությունը եւ սկսել ընդունել ապացույցները։ Այն ինչի մաս սպասում է սկրպում կարող է շատ բան չթվալ, բայց այն կլինի ուժեղ, երկարատև եւ շատ դժվար է անտեսնել, երբ այն սկսի բացահայտվել ամենասովորական առօրյական մանրամասներով։ Սա հենց այն ամիսն է, երբ Կարիճը ամենաշատը կշահի ավելի խորը ըմբռնում ինքն իրեն, քանի որ այս նշանի համար կարմիկ նվերները հազվադեղ չեն գալիս քաոսային կերպով։ Դրանք գալիս են կրկնվող օրինաչափությունները ճանաչելով, հուզական ճշմարտության միջոցով եւ այն բանի հստակ ըմբռնման միջոցով, թե ինչի է ձեզ պատրաստել ձեր սպասումը։ Այս առումով Կարիճի մասին հոդվածը հատկապես ռեզոնանսային է, քանի որ այն օգնում է ձեզ ավելի հստակ տեսնել այս նշանի ուժեղ կողմերը, անձնական մագնիսականությունը, ընկալման խորությունը եւ կյանքի ուղին։ Արևոց Կարիճների համար լավ կարմայի պարգևը հավանաբար կզգացվի արտաքինից եւ բավականին միանշանակ։ Սա կարող է լինել հուսալիության ճանաչում, աշխատանքի պայմանների բարելավում, ձեր մարմնի կամ առօրյայի բուժիչ փոփոխություն կամ հարաբերությունների զարգացումը, որը կհաստատի, որ ձեր համբերությունը արժեր դրան։ 6-րդ տնում գտնված Սատուրնը չի սիրում ցուցադրականությունը, բայց դա արդար է։ Այն մարդկանց վերադարձնում է ճիշտ այն գումարը, որ նրանք ներդրել են դրա մեջ երկար ժամանակահատվածում եւ հետեւողականության։ Եթե դուք մաքրել եք ձեր սովորությունները, հասել այնտեղ, որ պետք է լինեք, նույնիսկ երբ դա անհարմար է, կամ սովորել եք չտրամադրել ձեր էներգիան քաոսին, ապրիլը կարող է բերել ուղիղ ապացույց, որ այդ ամենը արժեր։ Յուպիտերը Խեցգետնի մեջ ձեզ աջակցում է 9-րդ տնով, ինչը նշանակում է, որ օրհնություն կարող է գալ ուսուցչի, իրավական հարցի, ճանապարհորդության, հրատարակության, վերապրածման կամ ավելի լայն հոգեվոր փոփոխության միջոցով, երբ զգաք, որ կյանքը կրկին բացվում է։ Եթե Կարիճը ձեր լուսնի նշանն է, լուսնով ծնված Կարիճների համար պարգևը սկրբում կարող է ավելի հուզականորեն դրսևորվել, բայց ոչ պակաս հզոր։ Խոյի ակտիվությունը օգնում է կարգ ու կանոն հաստատել առօրյա կյանքում, իսկ լուսնով ծնված Կարիճների համար սա հատկապես կարևոր է, քանի որ այս նշանը հաճախ նախ կլանում է ստրեսը մարմնի միջոցով եւ միայն դրանից հետո է միտքը հասնում դրան։ Լավ կարման այստեղ կարող է նշանակել ավելի հանգիստ նյարդային համակարգ, ավելի առողջ սահմաններ, աշխատանքի միջանաղը, որը վերջապես հարգում է ձեր հնարավորությունները, կամ հանգիստ, բայց կարևոր գիտակցում, որ այլևս անհրաժեշտ չէ հետապնդել այն մարդկանց, ովքեր համառորեն թաքցնում են պարզությունը։ Վեներան Ցուլի մեջ աջակցում է հարաբերությունների առանցքին, ուստի դուք կարող եք նաև նկատել կնքություն, հավատարմություն եւ ազնվություն, որոնք վերադառնում են այնտեղ, որ մի ժամանակ անկայուն հող կար։ Սա այն ամիսն է, որը հիշեցնում է լուսնային Կարիճներին, խաղաղությունը ձանձրուց է, խաղաղությունը թանկ է, եւ հիմա ձեզանից ոմանք վերջապես կարող են դա թույլ տալ։ Եթե Կարիճը ձեր աջող նշանն է, աջող Կարիճի նշանների համար ապրիլը կարող է բերել հատկապես նշանակալի իրադարձություններ, քանի որ տարանցումները շատ ուղղակիորեն համընկնում են գործնական տների հետ։ Խոյի կառավարում է ձեր 6-րդ տունը, Ցուլի 7-րդը, իսկ Խեցգետնին 9-րդը։ Ուստի այս ամիսը կարող է ձեզ պարգևատրել ավելի լավ համակարգերով, ավելի լավ գործընկերներով եւ ավելի լայն հեռանկարներով։ Պայմանագրերը կարող են բարելավվել, աշխատանքի դինամիկան կարող են դառնալ ավելի պարզ եւ թափանցիկ։ Մարդը կարող է գալ իսկական նվիրվածության, այլ ոչ թե համայնքի տեսքում քակնված առաջին սովորական շփունքնով։ Խոյի նորալուսինը օգնում է հաստատել ավելի առողջ ռիթմ, իսկ Վեներան եւ Ուրանը Ցուլի մեջ կարող են անսպասելի, բայց ազատագրող փոփոխություն բերել մտերիմ հարաբերություններում։ Խեցգետնի մեջ Յուպիտերը հնչում է, որքան շատ վստահ եք աճյունի, ուսմանը, ճանապարհորդության կամ ձեր կյանքի համար որևէ ավելի մեծ ծրագրի, այնքան ավելի ապրիլը կբացվի ձեզ համար։ Աջող Կարիճը հաճախ օրհնություններ ունբերում բեռնարկային բերով, բայց հիմա վերջապես կարող է լինել դրանք ստացել։ Կշերք
Կշերքը 2026 թվականին ապրիլը մտնում է արդեն ուշադրության կենտրոնում, քանի որ ամիսը սկսում է կշերքի լիալուսնով ապրիլի 1-ին։ Լիալուսինները բացահայտում, լրացնում եւ լուսավորում են, երբ մեկը տեղի է ունենում ձեր նշանում, ինչ որ անձնական բան լիովին երևում է։ Միուժամանակ խեցգետնի մեջ գտնված Յուպիտերը շարունակում է ակտիվացնել կշերքի 10-րդ տարեկան տունը, որը կապված է կարիերայի առաջխաղության, ճանաչման, պատասխանատվության եւ սոցիալական հաջողության հետ։ Սա այն ցիկլն է, երբ կշերքի քրտնաջան աշխատանքը սկսում է պտուղ տալ եւ ճանաչում ստանալ։ Այնուհետև ապրիլը հզոր էներգիա է բերում խոյին, հակառակ նշանին եւ կշերքի գործընկերային առանցքին։ Մարսը մտնում է խոյի, Մերկուրին մտնում է խոյի, խոյում գալիս է նորալուսինը եւ տեղի են ունենում նշանակալի միացումներ Նեպտունի եւ Սատուրնի հետ։ Այլ կերպ ասած, հարաբերությունները, բանակցությունները, պարտավորությունները եւ հայելային դասերը դառնում են այն բեմը, որի վրա բացվում է կարման։